Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Ողջույն Տիկին Ղազարյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն Ժիրայր, շնորհակալություն հրավերի համար։ Սկսենք մեր ձևովի հանրահավաքից, հաջակցություն Սամվել Կարապետյանի։ Իդեպ ոչ միայն մասնակցում էին այդ շարժման համակիրները, տարբեր փաստաբաններ, Նարեկ Կարապետյան, այլ նաև մեծ թվով հոգևորականներ, ովքեր իրենց ելույթներում օրինակ պնդում էին, որ դուք ուզում եք ԿՊ-ականացնել եկեղեցին, այո, ջնջել նրա ամբողջ բարոյական արժեքային հենքը եւ եկեղեցին վերածեք միայն հարսանիք անող կառույցի, ձեզ մեղադրեցին երկիրը քաղբանտարկյալներով լցնելու մեջ, այդ թվում եւ Սամվել Կարապետյանի օրինակը բերեցին, նշում են, որ հանրահավաքին մասնակցում է 25-ից 30 հազար մարդ, իրենց տվյալներն են, էլի սրանք։ Նաև նշեցին, որ իշխանությունը Երևանում միտումնավոր խցանումներ է ստեղծել, որպեսզի մարդիկ չկարողանան հասնել հանրահավաքին, օրինակ ձեր խմբակցության падգամավոր պարոն Սուքիասյանը, որը ունի բենզալցականներ, անվճար բենզին է բաժանում եւ խցանումներ է ձևավորում, որպեսզի մարդիկ չմասնակցեն, այս հանրահավաքով իրենք ցույց են տալիս իրենց ուժը, համախմբումը, ասացին, որ ձեզ հեռացնելու օրակարգը շատ իրատեսական է, խորհուրդ տվեցին մարդկանց, որպեսզի իրենց շրջապատում պատմեն ձեզ հեռացնելու իրատեսական լինելու ճանապարհների մասին եւ ասացին, որ դուք մենակ ճանապարհ եք սարքում, իշխանափոխությունից հետո ձեզ տենց ճանապարհը շինարարի հաստիք են տալու։ Համեցեք։ Հարց կար ձեր ասացի մեջ Ժիրայր։ Իհարկե, այսինքն համաձայն եք, որ ԿՊ-ականացնում եք եկեղեցին, ուզում եք այն միայն հարսանիքներով զբաղվի, երկիրը քաղբանտարկյալների բանտի եք վերածել, այդ թվում Սամվել Կարապետյանին եւ բնականաբար ձեր իշխանափոխությունը սայրի ետևում չէ։ Չէ Ժիրայր, եթե հարցը այն է համաձայն եմ թե չէ, համաձայն չեմ։ Ոչ, Իսկ այդ թվարկածներից ոչ մի բաների հետ համաձայն չեմ։ դիտավորյալ խցանումներ եք արել, որ մարդիկ չկարողանան գնան։ Սիվիկի պատվալում էայով խցանումներ են կարել։ Հենց հիմա դրանով ենք զբաղված։ Լավ, եւս մեկ հարց, ասեցին, երբ դուք եկել եք իշխանության, սկսել եք կազմաքանդել բանակը, որն էլ Հմ, միտումնավոր, որն էլ որ բերի մեզ պարտության եւ հիմա անցել եք հաջորդ ինստիտուտը կազմաքանդելուն եկեղեցի։ Էդ էլ հարց չի, Ժիրայր։ Լավ կլներ, որ հարց ձևակերպեիք, բայց իրականում դրանք արձագանքեմ զուտ որպես բան, հա, բանավեճի կողմ ձեզ այս պահին դիտարկելով, մեծ տպավորությունա, որ 2018-ից առաջ Հայաստանում ամեն ինչ հրաշալի էր, ամեն ինչ հիասքանչ էր, ամեն ինչ բոլոր ինստիտուտները աշխատում էին, ամեն ինչ տեղը տեղին էր, 18-ից հետո սկսվեց ինչ-որ բան այն չգնալ, այդ թվում եւ բանակի հետ կապված, բայց հասկանում եք, այս տեքստերի թիրախային լսարան ոչ ես եմ, ոչ դուք, այս տեքստերի թիրախային լսարանը քաղաքացիներն են, մարդիկ են, ժողովուրդը, ովքեր պետքա գնան ընտրություն կատարեն, իսկ այդ մարդիկ ապրել են այդ երկրում։ Այ էտա շատ ամենակարևորը էլի, որովհետև այդ մարդիկ երեխաներ են ունեցել բանակում, այդ մարդիկ ծանոթ սպաներ են ունեցել բանակում, իրանք գիտեն, այդ մարդիկ կներեք, մեկը ես էլի, ապրել են այդ գեներալների գյուղերում, այդ ամբողջ համայնքով տեսել են այդ իրանց լեզվով կամ իրանց ձևով ասած բեսպրեդելը եւ մենք դրա հետ ապրել ենք, մենք գիտենք թե դա ինչ է ու ոնց որ չգիտեմ ում համար է դա համոզիչ էլի այս երկրում, որը ասում են։ Իդեպ նրանք ասացին, որ այս ամբողջ ձերբակալությունները, հոգևորականներ, Սամվել Կարապետյաններ եւ այլն, նրանք պատրաստ են վճարել այդ գինը եւ դա լինելու է ազատության գինը, պետք է այսինքն ազատություն նաև մեծ իմաստով էլի ոչ միայն ձերբազատվել իշխանությունից եւ երբ որ դուք ասում եք 2018-ից առաջ ամեն ինչ լավ է եղել, իհարկե եղել է։ Ես էլի շարունակում եմ մեր ձևովի տրամաբանությունը, սրանք ուղիղ մեջբերումներ են։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ տնտեսական հրաշալի գործարքներ էին կնքվում։ Սերժ Սարգսյանի ժամանակ խոսքի ազատություն, հետևաբար ժողովրդավարություն էր։ Արցախը մեջն էր։ Ասեք, շարունակեք։ Եկաք ու ամեն ինչ վարի տվեցիք։
Ես չեմ նայել հանրահավաքը, դրա համար պետքա բան անեմ, էլի, ձեր ասածների վրա հիմնվեմ, դրա համար խնդրում եմ, որ եթե ինչ-որ բան սխալ եք մեջբերել եւ ես սխալ եմ արձագանքում, դա ձեր մեղքն է։ Այդ նկատի ունեն մեր հեռուստադիտողները։ Ինչ վերաբերում է, այստեղ փորձեցի հիշել ձեր ասածներից մի քանի բան, հոգևորականների, հոգևոր ծառայողների ձերբակալությունների վերաբերյալ, որքան գիտեմ, նրանց քրեական օրենսգրքով առաջադրված հոդվածների հիմքով են կալանավորել ոչ թե հոգևորական լինելու հիմքով, ինչ վերաբերում է ծաղկուն տարիներին տնտեսական գործարքների, այդ մեզ հայտնի որպես գույք պարտքի դիմացի տարիներ, այսօր իմ Facebook-ում մի հրապարակում է արել, չգիտեմ տեսել եք թե չէ, որ մի գյուղապետ եկեղեցուն փոխանցում է մանկապարտեզը պայմանով, որ նվիրառուն, այսինքն վերցնող կողմը չպիտի սպանի նվիրատուին ու ինձ թվում է այդ ժամանակ տենց գույք ինչ-որ բանի գույք պարտքի դիմաց, գույք կյանքի դիմաց տենց նորաձև բաներ են եղել, էլի Քոչարյանի ծաղկուն եւ ապահով շրջանում։ Իդեպ ճշգրիտ տվյալներ չկան, բայց եթե չեմ սխալվում, անիարկ կայքի հետազոտություններով, որը ինքը արել էր պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրների վրա, հղվելով այսպես կոչված այդ խաղաղության տարիներին, ընդհանուր առմամբ երկու նախորդ նախագահների խաղաղության տարիներին 2000 զինվոր է մահացել խաղաղ պայմաններում ժամկետային զինծառայողների մասին է խոսքը, ինչը շատ հեռու է խաղաղությունից թվում, որովհետև սա վիճակագրություն չէ, սա նույնպես մարդիկ են եւ մարդկանց ընտանիքներ եւ սա եւս պետք է հաշվի առնել իրենց այդ անվտանգության եւ ապահովության տարիներին։ Այդ ապահովության տարիների մասին իրականում շատ կարելի է խոսել, բայց ես մի անգամից անցնեմ Սերժ Սարգսյանի խոսքի ազատության տարիներին, ուրեմն մի 3 օր առաջ կամ գուցե արդեն մի շաբաթ առաջ ժամանցային հաղորդման շրջանակում Հովանես Ազոյանը հարցազրույց էր տալիս եւ պատմում էր, թե ինչպես են իրան ուղիղ եթեր կանչել առավոտյան, ով չի նայել թող նայի, առավոտյան ուղիղ եթերի հրավիրել, որպեսզի ինչ որ թեմայով ժամանցային խոսի ու ինքը այդ օրը Նիկոլ Փաշինյանը ազատված է եղել համաներումով, ինքը շնորհավորել է Սերժ Սարգսյանին այդ կապակցությամբ, որ նա այնքան քաջ է գտնվել, որ Նիկոլ Փաշինյանն ազատել է ու ասում է դրանից հետո սա 2011 թվականի մասին է։ Հովանես Ազոյան, որ այդ մշակույթի միջի մարդ է, հա, շոու բիզնեսի, հեռուստային տեսության ինքը իր վկայությունն է ասում է դրանից հետո Հայաստանում ուղիղ եթերը փակվեց առհասարակ։ Բարի լույսերը գիշերը ժամը 9-ին, երեկոյան ժամը 9-ին 10-ին էին նկարում, որովհետև ուղիղ եթերը դարձավ վախենալու, հա։ Սա Սերժ Սարգսյանի խոսքի ազատության տարիների լավագույն ցուցիչն է, ինձ թվում է, այս հավաքական սեղմված բանն է, էլի, պատկերն է։ Իսկ այս պահին Հայաստանի Հանրապետությունը խոսքի ազատության ցուցանիշով գտնվում է շատ ավելի բարձր տեղում, քան Եվրոպական միության երկրների կեսը մոտավորապես, ու ես վստահ եմ, որ ձեր անձամբ ձեր ոչ թե այդ իրանց ձևի մեղադրանքը մեր նկատմամբ ավելի շատ դրա սահմանափակումներ չունենալն է, քան հակառակը, հա, որովհետև մենք երկու բևեռից մեղադրանք քննադատություն ենք լսում եւ երկու արմատապես տարբեր բաներ պայմանականորեն այս պրոավտորիտար ուժերը, հա, դեպի բռնապետություն ձգտող ուժերը մեզ մեղադրում են խոսքի ազատություն սահմանափակելու քաղբանտարկյալներ եւ այլ մեղադրանքներով եւ դեմոկրատական ավելի դեմոկրատական ուժերը մեզ մեղադրում են բավականաչափ չպատժելու համար մարդկանց, որոնք կուտակած կապիտալով քաղաքական գործունեությամբ են զբաղվում, նախկինում թույլ տված իրենց հանցագործությունների համար եւ նրանց հետևից ոնց որ օրենքի գերակայության վերաբերյալ քննադատություն ունեն այդ քաղաքացիները եւ ամենաթողության համար են մեզ մեղադրում հիբրիդային պատերազմի արժեվ բավականաչափ գործիքներ չունենալու եւ ինձ թվում է այս երկու քննադատությունները եթե ուշադիր լսենք իրար մեջտեղում ինչ որ միտեղ Հայաստանի մասին ճշմարտությունը դուրս կգա էլի ամեն դեպքում որովհետև երկու քննադատությունն էլ ըստ էության ծայրահեղացված են լինելու
Չէ, ես ասեմ ինչու եմ ձեզ քննադատում այդ մասով, առանց ծայրահեղացնելու, ես մամուլի ներկայացուցիչ չեմ, չէ, ես բնականաբար պետք է լինեմ նաև խոսքի ազատության ջրատագով, բայց խոսքի ազատությունը պիտի բալանսավորված լինի մեր անվտանգային կարիքների հետ։ Այսինքն, երբ որ այստեղ Ես կա համաձայն եմ եւ դա մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը նկարագրեցիք եւ նկատում եմ ժիրայր ես կուզեի նաեւ ձեր դիրքորոշում որպես խոսքի ազատության մարտիկ, հա, ես այսպես եմ տեսնում լրագրողներին, լսել են մասին, թե ինչ եք մտածում դուք արդյոք խոսքի ազատության պաշտպաններդ այն մասին, որ օրինակ երեք կամ առաջ օրը հիմա արդեն չեմ հիշի, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը իր գրառման համար սանկցիայի ենթարկվեց, որով ինքը ոչ թե մարդու էր վիրավորում, այլ համակարգ ինստիտուտներ, որոնք զբաղված են օրինականությունը պաշտպանելով իրենց նկատմամբ անվստահություն սերմանելով։ Եվ ես կարծում եմ, սա ամենավնասարար բանն է, որ ասում եմ, որովհետև եթե օրինակ իմ մասին վատ բաներ ասեն, չգիտեմ, տգեղ նկարագրություններ եւ վիրավորական խոսքեր, դա չի վնասի հանրային կարգը, միգուցե վիրավորվեմ, միգուցե տարբեր կոնտեքստներում դա որպես սեքսիստական դրսևորում լինի, այլ հիմքով թիրախավորման եւ այլն, այսինքն էլի լավ չի, բայց երբ որ իրանք իրավապահ համակարգը թիրախավորում են իրավապահ գործունեության համար, սա ամբողջությամբ վնասում է եւ գիտեք, որ իրավապահ համակարգը ի տարբերություն քաղաքական գործիչների դատական իրավապահ համակարգը, մարդու իրավունքների պաշտպանը եւ այլն, ովքեր զբաղված են իրավապաշտպանությամբ, պաշտպանված են օրենքով այդպիսի թիրախավորումներից։ Ի տարբերություն մեզ, մենք կարող ենք իրար վիրավորել ինչքան ուզենք, հա, քաղաքական գործիչներից, բայց այդ մարդիկ պետության ողնաշարն են, այսպես ասած, որոնք պետքա կարգը պահեն, իսկ առանց կարգի պետություն չկա։ Դե այն, որ Կոչուբաևի մասով այն քրեական օրենսգրքի հոդվածին համապատասխանում էր եւ պետք է վարույթ նախաձեռնվեր, այս մասով բան չունեմ ասելու, բայց իրավաչափ էր արդյոք այդ սանկցիայի կիրառումը կամ դրա ծավալը, այդտեղ ես չեմ կարող ասել, ես նախ իրավաբան կամ դատավոր չեմ, Նկատի ունեք կալանքը։ հա, 2 ամիս Հա։ կալանք է, որքանով էր դա տեղին եւ համաչափ եւ արդարացված, բայց այն որ այո, խնդրահարույց էր եւ այն եթե քրեական օրենսգրքով անցնում է, բնականաբար եթե վարույց չլինի, այս դեպքում էլի կարելի է մեղադրել իրավապահ համակարգին անգործության մեջ, բայց թե դրա հետևանքը կարող է քննելի լինել, հա, այդ 2 ամսյա կալանքը հարցը դա համար ես չեմ մեկնաբանի հետևանքը Ջերար, ես ձեր ասացի հետ կապված մեկնաբանություն ունեմ այս սանկցիաների հետ։ Ես պատրաստ եմ մտնել այդ քննարկման մեջ, արդյոք իրավաչափ է կալանավորել կամ արդյոք իրավաչափ է Միքայել arczepiskopos Աճապահյանին կամ Գևորգ Աճապահյանին, նայած որ փաստաթղթի մեջ ենք նայում, 2 տարի ազատազրկման ենթարկել իր այդ բանի հեղաշրջման կոչի համար։ Այն որ այս 2 դեպքում էլ մենք տեսնում ենք հանցագործություն, այսինքն եթե մի դեպքում դատարան վճիռ չկա, մյուս դեպքում կա, բայց այն մյուս դեպքում էլ այնքան ակնհայտ է խոսքային հանցագործություն, որ դրա շուրջ կարելի է արդեն հաստատված փաստ ասել։ Մենք համաձայն ենք։ Այն թե ինչպիսի սանկցիա պետքա լինի, դրա շուրջ է բանավեճը։ Դրա շուրջ ես էլ դիրքորոշում չունեմ, ես կարծիք չունեմ, որովհետև վստահություն չունեմ, որովհետև ես ինքս էլ իրավապահ չեմ, իրավաբան չեմ, ես օրենսդիր եմ եւ ես գիտեմ, որ դրա հետ առնչվելու իմ ձևը կարող է լինել հետեւյալ մտահղացումը, որ մենք օրենսդիրներս դատավորներին այլևս ազատություն չտանք, իրավապահներին ազատություն չտանք, ասենք այս հոդվածի դեպքում այս սանկցիան է հասնում, ուրիշ որևէ խափանման միջոց չեք կարող կիրառել, այս հոդվածի դեպքում այսքան այսինքն այդ այլընտրանք չտանք, որպեսզի այդ ազատությունը դատավորները բան անելու հայեցողության չունենան, որովհետև այդ մենք օրենսդիրներս այդ թվում եւ մեծ համաձայնությամբ, հա, սահմանադրության եւ քաղաքացիների հետ համաձայնությամբ մի հատ մեծ համաձայնություն ունենք այն մասին, որ դատավորը հայեցողություն պիտի ունենա, բայց մենք կարող ենք գրել օրենքները այնպես, որ այս չունենա։ Պիտի ունենա, տեսեք հիմա դուք էլ այս հարցում եք ավելի ծայրահեղացնում, հայ, որ հստակ դե եկեք սահմանենք որպես օրենսդիր ենք, չգիտեմ, դատավոր ենք ընտրում, նաև սահմանենք, որ այս հոդվածի կամ այս ահարքի դեպքում կալանք կիրառել չէ, խոսքը դրա մասին չէ։ Ուղղակի տեսեք, տպավորություն է, որ իրավապահ համակարգը չի կարողանում, այսպես ասենք, չի կարողանում առանցքային գործերով կամ շատ ավելի ծանր գործերով ուղղակի կամ կոմպետենտություն չունի կամ կարողություն չունի
կամ որոշակի այսպես ասենք վաղ չասեմ, էլի որոշակի զգուշավորություն ունի, օրինակ շատ անտրամաբանական է, էլի շատ անտրամաբանական է մանավանդ մի այդ որոշումից հետո պետական ահաբեկչություն կազմակերպած իրականացրած անձը, որը նաև այնքան ռեսուրսներ, հնարավորություններ ունի, որ կարող է ազատության մեջ գտնվելով ազդել քննության վրա, ազատ թրեր ա գալի Հայաստանով մեկ։ Այն մարդը, որին դուք կրիմինալ եք բնորոշում նրա ֆինանսական եւ տնտեսական ռեսուրսների ծագման աղբյուրը, քաղաքականությամբ է զբաղվում, ազատության մեջ է։ Մեկը գրառում է արել, որը քրեական օրենսգրքով այո կարող է անցնել, կալանավորվում է։ Այսինքն իրավապահ Ես համակարգ եք դուք դատավոր եք նշանակում, ինչ որ ռեֆորմների եք հավանություն տալի, որ չի աշխատում։ Այսինքն Ես աշխատում էլ ամբողջովին կիսում եմ իրեն։ մանր Այս մունի դեպքում աշխատում կարող է։ էր այս տեքստը կարող էր իմ կողմից հնչել, եթե հիշում եք անցած տարի պետական դեպարտամենտը Միացյալ Նահանգների զեկույց հրապարակեց Հայաստանում ընդհանուր առմամբ օրինականության մարդու իրավունքների եւ ընդհանուր առմամբ վիճակը գնահատող, որտեղ ինքը օրինականության նկատմամբ վստահության հետ կապված քաղաքացիների մի այսպիսի տեքստ էր գրել, բառացի չեմ մեջբերում, բայց բովանդակությունը հետեւյալն էր, որ քանի որ նախկին նախագահներ Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյանը պատժված չեն, մարդկանց մոտ օրինականության նկատմամբ խաթարված վստահություն կա, որովհետև մարդիկ չեն հավատում պատժի անխուսափելիությանը, ինչը բերում է հանգեցնում է նրան, որ մարդիկ մտածում են կարելի է անպատիժ հանցագործություն գործել, եթե մոտավորապես եթե լավ ծանոթներ ունես կամ լավ կապեր կամ լավ փողեր։ Սա է այն եզրակացությունը, որը կարող են մարդիկ անել այդ նախորդ ոչ թե հանցագործություն չգործել, այլ ապահովագրել քեզ ասեմ հանցագործություն գործելիս։ երրորդն էլ ասեմ, երրորդն էլ, Ասեք։ որը երկու սուբյեկտիվ դիտարկումն է։ Իրավապահ համակարգը մեծ իմաստով փորձում է գոհացնել եւ իշխանությանը եւ իշխանության հակառակ բևեռ։ Սա մի կողմ եմ թողնում կարողության հարցը, թե ոչ, բայց այս հարցը, երբ որ նախորդ կառնանը այդ զեկույցը եկավ, դուք կհիշեք էլի բան, մեր այդ զեկույցից կարող է գրած լինի մեջը, որ մի ինչ որ դրվագում, մի ինչ որ պահ իշխանությունը իրան լավ չպա, չէ, իրավապահները փողոցում լավ չպահեցին, ինչ որ բան չափնանցան եւ այլն, որովհետեւ դա անդադ ցույցեր են լինում, ինչ որ մի, падգամավորի էին ծեծել, եթե չեմ սխալվում, իրավապահները եւ դրա վերաբերյալ դիտարկում կար եւ կար այս խոշոր դիտարկումը, իհարկե падգամավոր դրվագ վերց Էդ է էլի մեր դժբախտությունը վերցրեց դարձավ իբր Հայաստանը կործանվում Հայաստանի ժողովրդավարություն որտեղ բան է այնտեղ մի հատ դրվագ ա եղել իսկ այս մեծ խնդրի վրա շատ քիչ մարդ ուշադրություն դարձրեց եւ երբ դատախազը ազգային ժողովում էր այս դատախազին ուղեցի այս հարցը եւ ես վստահ եմ որ Իրան բոլորն են ուղղում այս հարցը, որովհետև ոչ թե ես ուզում եմ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանն նստեն Աստված իրանց հետ։ Ես ուզում եմ, որպեսզի մարդիկ վստահեն օրենքին, որովհետև ում նկատմամբ, օրինակ Կոչուբաևի նկատմամբ, հիմա եթե Կոչուբաևը այդ իր նկատմամբ քրեական գործից հետո պատտվի ու ասի, այս երկրի ամենամեծ հանցագործը ես եմ, շատ արդար կլինի, շատ արդար կլինի, ես ձեզ հետ համաձայն եմ։ Մյուս կողմից ես իհարկե չեմ ուզում բան անել իրավապահների նկատմամբ այդ ճշմարտ զգացողությունը լինի, որովհետև Մի հատ էլ եմ բան ուզում պատմեմ, էլի իրական պատմություն։ Մի հատ դեպք էր պատահել, կարծես նախանցած տարի էր։ Փետրվար ամսին կինը դիմել էր ոստիկանություն, պատմելով, որ իր քույրը անհետացել է։ Ոստիկանություն Գյումրու բանում էր, Կումայրի բաժանմունքում էր։ Ոստիկանությունը սկսել էր փնտրել այդ կնոջը եւ չէր գտել այնքան ժամանակ, մինչեւ օգոստոս ամսին իրանց եղբայրը Մոսկվայից վերադարձել էր ու գնացել էր քրոջտուն բանը կողպեքը կոտրել էր, մտել տեսել էր, որ հյուրասենյակում քրոջ արդեն քայքայված մարմինն է, դիակն է, ինչ որ մեկը սպանել եւ գնացել էր։ Հիմա այս հարցի վերաբերյալ այն ժամանակ ոստիկանապետը պարոն Ղազարյանն էր, ես իսկապես շատ այդ լուրը որ կարդացի, շատ հետաքրքրվեցի, որտեղ են փնտրել այդ մարդուն 8 ամիս։ Եթե ոչ սեփական հյուրասենյակ, այդ մարդը իր հյուրասենյակում է եղել հասկանում եք, ու ես հասկացա, որ մեր իրավապահները իրականում մտավախություն ունեն, որ եթե ասենք բան կոտրեն ուրիշի սեփականությունը դուրը եւ մտնեն ներս ստուգելու, եթե թակում են չի բացում, ուրեմն գնացիք տուն, ասում են մի երկու անգամ թակել ենք չի բացի, գնացել ենք ուրիշ տեղ փնտրել։ Այսինքն հետո պարզվի այդ կինը մի ուրիշ տեղ էր, կարող է կա մարդու իրավունքների եվրոպական դատարանով փոխհատուցում ուզի սեփականության գույքը վնասելու համար, այսինքն այնքան բանկա
ընկալումների, օրինաչափությունների, կարգի շուրջ համաձայնությունների պակաս կա ու նաև կոմպետենտության, որովհետև վստահ եմ, որ այնտեղ մի հոդվածում գրած է, մի ընթացակարգում գրած է, թե ոնց պետք է դա անել։ Բայց ես ուզում եմ նաև հասկանանք, որ երբ որ մենք իրավապահներին շատ ենք ասում, դուք չափն անցաք, դուք ստեղ սենց արեցիք, դուք ստեղ սենց պիտի չանեք, իրանք արդեն մտածում են, որ հանկարծ այս դուռը չջարդենք, որ գլխներիս պատմություն չկա, պայմանական եմ, հա, ես մի քիչ գրոտեսկացված եմ ասում, որ հետո բան չանեն, էլի հելնի դառնա աշխարհակաղակական թեմա իրար հետ կռվենք, չգիտեմ, Տրամփն ու Պուտինը այս դեպքի համար, որովհետեւ մենք ամեն ինչ այդքան մեծացնելու հատկությունն ենք ու դա իսկապես կարա հանգեցնի չգործողությունների, ինչը այո կարողությունների հարց է, բայց ես նաև ուզում եմ, որ մենք հասկանանք, որ մենք չենք կարող կարողությունների ներարկել բա արհեստական ճանապարհով դոպինգի պես եւ ոչ էլ արտահանել մեր ոստիկաններին, լավ ոստիկանների ներմուծել, այլ պետքա անդադար աշխատենք իրանց հետ եւ դինամիկայի մեջ գնահատենք, հա, եթե այս տարի ավելի լավ է, քան անցած տարի, ուրեմն լավ է, եթե հակառակը, ուրեմն մի բան սխալ ենք անում։ Տեսեք, եթե այդպես շատ սպეციფიկ ոլորտի մասն ենք խոսում, իհարկե ահավոր շատ են այդտեղ խնդիրները, հա։ Ձեր նկարագրածը ինձ համար ոչ թե ինչ որ չգիտեմ, ընթացակարգից ելնելով կամ ապագա ինչ-որ մտավախություններից ելնելով գործողություններ են կամ դրանց բացակայությունը, դա ոչ կոմպետենտություն է, դա ռեսուրսների անիմաստ վատնում է, այո, ռեսուրսների անիմաստ վատնում է, ու դա միայն այդ դեպքը չի, մենք կարող ենք ինչ-որ մենակ դեպքեր, երբ այսպես մեր լեքսիկոնով ասած ռեյդեր են անում, օրինակ ոստիկանները, այդքան ստուգում են մեքենաներ եւ այլն, երբ այդպես մեծ խրող տեսանյութեր են տարածում, տեսանյութերից մեկում ցույց են տալիս խաղալիք ատրճանակ ոստիկանը չի հասկացում ինքը խաղալիք ատրճանակ է ինչ որ մեկի մեքենայից վերցրել։ Հասկանում եք։ Այսինքն սա պրոբլեմ է, որովհետև այդ նույն ոստիկանը կարող է վաղը իրական ատրճանակը շփոթի խաղալիքի հետ եւ այդ իրականով ինչ որ մեկին ինչ որ մի վնաս հասցվի։ Բայց սա Հա, ես եմ ասում, որ կարողությունների հարց կա ոչ միայն իրավապահ համակարգում, կներեք, էլի Ժիրայր ջան, լրագրողական համայնքում կարողությունների հարց չկա։ կա, Մի բայց հատ բան, պետական ոլորտում։ լրագրողական համայնքը դա պետական կառույց չի, ներողություն։ Կուզեք այս հարցի խորքերի մեջ մտնենք։ Այս հարցի հիմնական, այս խնդրի հիմնական պատճառն է նա, որ մենք շատ քիչ ենք եւ անփոխարինելի։ Եվ երևակայել, թե մենք կարող ենք 200 տարի պետականություն կամ ավելի պետականություն ունեցած երկրների ժողովուրդների պես ինստիտուցիոնալ կարողություններ ունենանք 30-ամյա մեր 35-ամյա մեր պետության շրջանում կամ թե փոխարինել մեզ ավելի լավերով, սա բանը չափազանց ուռճացված ակնկալիք է ինքներս մեզանից։ Սա չափազանց ուռճացված է, որտեղ մենք 3 միլիոն հոգի ենք։ Այսինքն Այսինքն ես աշխատենք, պետքա մենք գոյություն ունեցած մարդկանց վրա աշխատենք։ Մենք չենք կարող մեկին տանենք մյուսին բերենք։ Ո՞վ են այդ մարդիկ, որոնց մենք պետքա ներմուծենք Հայաստան, ամբողջ Հայաստանը աշխատում է հայերենով։ չներմուծել, հասկանում եք, այդ սելեկցիան, որ իրականացվում է, այդ սելեկցիան ոչ միայն դրա չափորոշիչները լինեն, այսպես ասած, վերացական կիրառելիության իմաստով, այլ շատ գործնական։ Երբ որ սելեկցիան Հայաստանի դեպքում, չգիտես ինչի, միշտ բացասական է լինում։ Միշտ գրեթե չգիտեմ, հեղափոխությունից հետո մի 5 ԱԱԾ փոխենք, մի 6 ՆԳՆ նախարար փոխենք, մի 7 արդարադատության նախարար փոխենք, ու տենց էլ ոչ ՆԳՆ-ն է կայանում, ոչ արդարադատությունն է կայանում, ոչ ԱԱԾ-ն է կայանում, ու սենց լիքը բաներ, հա, այսինքն եթե կան սահմանված չափորոշիչներ, որոնցով արվում է սելեկցիա։ Ինչու է իրականանում բացասական սելեկցիա։ Հետևությունը շատ պարզ է, որտեղ սելեկցիան չի իրականացվում այդ չափորոշիչների տրամաբանությամբ։ Սելեկցիան իրականացվում է հայեցողական, քաղաքական տրամաբանությամբ։ Իսկ քաղաքական իրավիճակը, քանի որ դա մեռած մի բան չի, ժամանակ առ ժամանակ փոփոխվում է եւ ըստ դրա փոփոխվում են այս դեմքերը։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ դուք կարծում եք, որ նախարարները պետք է լինեն ոչ թե քաղաքական մարդիկ, այլ պրոֆեսիոնալներ։ Պետք է լինեն քաղաքական մարդիկ, ովքեր պետք է կարողանան կոնկրետ արդյունք ցույց տալ։ Մատնանշեք ձեր իշխանության որևէ քաղաքական նախարարի, ով հեռացել է կամ հեռացվել է եւ հաշվետվություն է ներկայացրել։ Նախարարությունը ինչ է արել, ինչ չի արել եւ ինչի համար է հեռացել։ Ես մեր նախարարների հեռացումների մասին ես բան չեմ խոսի, ես ձեր ասածին կանրադառնամ։ Այն որ ասում եք, պետքա պրոֆեսիոնալ լինեն, ոչ թե քաղաքական,
Ես ուզում եմ ձեզ ասեմ, որ բանը, ինչա, Արման Թաթոյանը պրոֆեսիոնալ է։ Ասում եմ, ես Արման Թաթյանի պրոֆեսիոնալ եմ, ես մասի պետք է խոսքը։ դիրքորոշում ունենամ սահմանադրության մասին։ Ես պրոֆեսիոնալ եմ եղել, ոչ թե քաղաքական։ Էդ է ձեր ուզածը։ Ձեր Ոչ, ակնկալիքը, ձեր ոչ, նկարագրածը էդ է։ ակնկալիքը Դուք դա ուզում եք չի։ Արման Այսինքն Թաթոյանին մենք բերենք դնենք արդարադատության նախարար։ Չի լինելու դիք տես բան։ ուզում, Մենք քաղաքական շնորհակալություն։ մարդկանց Թաթյանին ենք կարող եք ընտրել։ պահել ձեզ մոտ։ Ձեր Ինձ համար հարմար Հայաստանի օգնում։ Հանրապետության լավագույն արտաքին գործերի նախարար գործող Արարատ Միրզոյան նախարարն է, ու ես դրա շուրջ պատրաստ եմ ժամերով բանավիճել, Ինչ չեմ վիճում այդ։ չնայած դրա, որ ինքը պրոֆեսիոնալ դիվանագետ չի, 100 տարվա դիվանագետ չի, այլ քաղաքական մարդ է։ Ես չեմ վիճում այդտեղ, բայց Նախարարները ես չեմ բացառապես վիճում քաղաքական այդտեղ։ մարդիկ Երբ են։ որ եւ դուք եւ ես բողոքում ենք ինչ-որ ոլորտներից, որոնք չեն կանում կամ կիսատ պռատ է լինում եւ այլն, ես ասում եմ, օքեյ, ում եք դուք բերում այդ ոլորտի գլխին կանգնացնում։ Այդ մարդը ինչ հաշվետվություն է ներկայացնում։ Այդ մարդու առաջ դուք ինչ խնդիր Հետ եք չեկա։ դնում։ 10 ուրիշ բան ասեցիք։ Մինչև տեղ հասնելը 1000 ուրիշ բան ասեցիք, Ժիրայր։ Հա, նկատի Ու ունեմ, այսինքն շատ լավ։ Եթե օրինակ նշանակում է X նախարար, ինքը պատահական սկզբունքով է նշանակվում, անկամ որ դա քաղաքական պաշտոն է։ Պատահական սկզբունքով, այդտեղ ՔՊ-ում բոլոր նստում եք, բանը պտտացնում եք շիշը, վրա բոլոր կանգնում են ու քաղաքական նշանակում։ քաղաքական թիմերը, որոնց վստահված է կառավարություն ձևավորել, ունեն ձևավորման ընթացակարգ, ընդ որում մեր ընթացակարգերի մասին շատ բաց հայտնի է, առաջադրվում են տեխնոլոգիաներ, քվեարկություն է լինում կամ իհարկե կառավարության ղեկավարը ժամանակ առ ժամանակ կարող է օրենքով սահմանված է, որ կառավարության ղեկավարը ումուզի կնշանակի, սկսեմ դրանից։ Այսինքն մենք չենք կարող դա բան անենք, էլի վարչապետի ձեռքից վերցենք, ասենք տվեք թող Ժիրայր Ոսկանյանը որոշի։ Ոչ, Եվ չեք ասում, թող օրենքի մեջ կարող Նիկա է գրենք Գևորգյան, թե ոչ, մերսի։ Բայց եւ Բայց այդուհանդերձ վարչապետը թիմային որոշում կայացնելու կողմնակից է, որովհետեւ ինքը նաեւ կուսակցության ղեկավար մարմնի նախագահ է, ու մենք շատ հաճախ Տիկին թիմային Ղազարյան, քվեարկությամբ իհարց, ոչ մեկ չի։ մենք արդարադատության նախարար ընտրելիս վերջին անգամ 7 տեխնացու ենք դիտարկել Ժիրայր։ Ինչ Օրինակ, չեք շատ լավ։ առաջադրել։ Ինչու է կանգնել Սրբուի Գալյանի վրա տեխնատություն։ Որովհետեւ եղած տեխնացուներից լավագույնը ինքն է եղել։ Ըստ Ինչու՞։ էության կամ քվեարկու ըստ էության վարչության քվեարկության արդյունքում ինքն է հաղթել։ Հա, բայց ինչ Մենք տրամով անցավ։ առաջ 7 տեխնացու ունեինք։ Իհարկե լավ կլիներ, որ վարչության անդամներն այս հարցերը ուղղեիք, որովհետև այդ քննարկմանը իրանք են ներկա եղել, իրանք իմ կողմից պատվիրակված մարդիկ են, ես իրանք վստահում եմ այդ քաղաքական իմաստով, հետեւաբար հաշտ եմ իրանք որոշման հետ եւ կարծում եմ, որ Տիկին Գալյանը լավագույն տեխնացուն է եւ շատ լավ նախարար է բայց եւ այնպես հաշվի առնելով, որ այնտեղ այլ իմ գործընկերներ եւ ընկերներ են եղել տեխնացուների մեջ, ես չէի ուզի բան անել, էլի շատ մտնել այդ թեմայի մեջ, նաև Արի, թեմա այդ փոխենք, էթիկական բաներից ելնելով, եկեք, հա։ եկեք թեմա փոխենք, անցնենք ձեր Եկեք սիրելի փոխենք։ կամ Իմ զարգացնենք սիրելի։ թեման։ Լսել եք թե ձայնագրությունը երկու հոգևորականների։ Այո, լսել եմ։ Շատ լավ։ Հասցրել մեկը լսել։ Ես նաև որ ես դա լսեցի, ոչ չզարմացա, որ ինչ անբարոյական եւ հանցավոր վարք ու բարք ա տիրում եկեղեցու ներսում։ Գիտեք ինչն էր ինձ համար ցավալին եւ զարմանալին, որ Հայաստանի Հանրապետությունը այնպիսի իրականությունում է ապրում, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են եւ այդ մարդը պաշտպանություն չի գտնում ոչ միտեղ։ Տվյալ դեպքում այդ հոգևորականներից մեկը, հա։ Ու սա շատ ողբալի իրականության մասին է խոսում։ Ինչ չի հետաքրքրում Կտրիչ Ներսիսյանն, Պողոսը, Պետրոսը, մյուսը, հա, որովհետև նրանց ժամանակը այսպես թե այնպես գալու է։ Այս մարդկանց այս մարդիկ ոտնահարվում են իրենց իսկ պետության ներսում եւ չեն գտնում իրենց իրավունքների պաշտպանություն։ Եվ սա միակ ոլորտը չի։ Եվ սա միակ ոլորտը չի։ Ամենտեղ դա կա, ամենտեղ կա։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը կա մարդկանց փաստորեն խումբ, որը Հայաստանի Հանրապետության մեջ իր պաշտպանությունը չի գտնում։ Ժիրայր, երբի սկսեմ արձագանքել, հա, ինձ թվում է վերջացրիք հարցը։ Նախ եւ առաջ ուզում եմ ասել, որ չկան այնպիսի երկրներ, որտեղ մարդկանց իրավունքները բացարձակապես պաշտպանված են եւ հետեւաբար բոլոր երկրները շարունակաբար եւ անդադար աշխատում են, եթե իհարկե ժողովրդավարական երկրներ են, աշխատում են մարդու իրավունքների համակարգը բարելավելու ուղղությամբ եւ պետք է ասեմ, որ Հայաստանը ոչ միայն վերջին երկիրը չէ այս աշխարհում այդ իմաստով, այլ նաեւ շարունակաբար
դրական միտումներ է ցույց տալիս եւ ես հույս ունեմ, որ այս որոշակի ստագնացիոն լկանցնի եւ այսինքն մենք մի որոշ ժամանակ արդեն նույն բանի վրա ենք, սանդղակի վրա ենք եւ կշարունակենք ավելի եւ ավելի ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում։ Ես չեմ կիսում ձեր այդ բանը տխուր պատմությունը այն մասին, որ բանը էլ մահամերձ է Հայաստանի ժողովրդավարությունը, ընդհակառակը, եթե ուշադիր լինենք, բանի ժամանակի մեջ ժողովրդավարություն միայն դրական փոփոխություն է, հա, դրական Հայաստանը այնպիսի մի երկիր է, այնպիսի մարդկանց համախումբ է, որտեղ անդադար դեպի լավն է գնացել, նույնիսկ սենց ասեմ, Քոչարյանից դեպի Սարգսյան ժամանակ այդ ընթացքում հետ ընթաց, Լևոն Տեր-Պետրոսյանից հետո Քոչարյան հետ ընթաց եղել է, բայց այդ ընթացքում էլ մանր, այսինքն մենք որպես երկիր եւ ժողովուրդ այդպեսին ենք։ Վերադառնալով եկեղեցուն, գիտեք, ես եկեղեցու Մայրաթորթ Սուրբ Էջմիածնի մասնավորապես Գևորգյան ճեմարանին, որտեղից ծնվում են հոգեվորականները, շատ մոտ եմ ապրել իմ ամբողջ կյանքում եւ ես տեսել եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր պարզապես հուսահատ ջանքեր են գործադրել մնալու եկեղեցում, որովհետև այս համակարգի առանձնահատկությունը որն է, որ մարդիկ իհարկե կարող են շատ հարցերով համաձայն չլինել իրենց վերադասի հետ, որոնց ոնց որ գլխավերևում կաթողիկոսն է, այլ որ մարդիկ իրենց անհամաձայնությունը հայտնելուց հետո պարզապես չեն կարող շարունակել կարիերան, իրենց աշխատանք, իրենց կյանքը փաստացի, մանավանդ եթե կուսակրոն քահանաներ են։ Օրինակ, եթե դուք առաջնային խմբագրության հետ կռվեք, կարող գնաք, չգիտեմ, Factor TV-ում լուրեր վարեք կամ մի ուրիշ տեղ, մի ուրիշ բան կարող անեք։ Ես եթե քաղաքացիական պայմանագրի հետ խնդիր ունենամ, ես կարամ դուրս գամ, գնամ ուրիշ կուսակցություն, պայմանական մասկ, չէ՞, օրինակ։ Սա որպես բան, հումորային զեղում, իսկ այդ մարդիկ, եթե իրանք վերադասի հետ խնդիր ունենան, իրանք գնալու տեղ չունեն։ Եվ ես տեսել եմ իմ աչքով իմ մանկության տարիներին բազմաթիվ մարդկանց եմ տեսել, ովքեր պարզապես գնալու տեղ չունենալու հուսահատությունից դրդված կամ համակերպվել են այդ մարդու ակնկալիքի հետ իրենց վերաբերյալ կամ ուղղակի թողել դուրս են եկել եւ սա մանավանդ կուսակրոն քահանաների դեպքում շատ տենց ծանր պատմություններ են էլի իրականում լինում դրա հետ կապված, որի վերաբերյալ ես կուզեի ավելի շատ հոգեվորականների հետ խոսեք, քան թե իմ, որտեղ ես իմ հիշողություններն եմ պատմում։ Եվ սա կապված է այդ ավտորիտար համակարգի հետ, որը ձևավորված է եկեղեցու ներսում։ Դուք գիտեք, որ նաեւ կրոնական կազմակերպությունների կառավարման ձևերին պետությունը միջամտելու բան չունի, լիազորություններ չունի, ընդհակառակը չի խրախուսվում եւ ապա խրախուսվում է նույնիսկ կարող է պետության նկատմամբ ինչ-որ կառավարության անդամների նկատմամբ ինչ-որ սանկցիաներ ինչ-որ տեղեր գրած լինեն, թե սահմանադրությամբ, թե խղճի ազատության մասին օրենքով։ Ես կարծում եմ, որ այն դեպքերում, որտեղ օրենքի սահմանը հատվում է, այդտեղ իրավապահները անելիք ունեն, ինչը որ այս դեպքում էր, այդ մարդու ձայնագրությունը փոխանցելուց հետո ակնհայտ դարձավ ու այս դեպքում իհարկե ունի, բայց այլ դեպքերում գիտեք կարող դա շատ կենցաղային հարց լինի եւ այստեղ վստահ չեմ թե աշխատանքի իրավունքով զբաղվող տեսչական մարմինը կարող է մտնել եւ իր աշխատանքային իրավունքը պաշտպանել, հա, հոգեվոր ծառայության աշխատանքային իրավունքը։ Այս հարցում վստահ չեմ, բայց իմ անելիքը միայն ես չեմ համարում իմ անելիքը քաղաքական գնահատականները տալ եւ անցնել առաջ։ Ես կարծում եմ, որ որպես օրենսդիր իմ միակ ձևը ինչ որ բան անելու այս հարցի հետ օրենսդրական փոփոխություններն են։ Ես չեմ կարող ուրիշ ձև հարաբերվեմ, հասկանում եք, հավատացյալ այնա, ես այս կատեգորիաներով չեմ ուզում հարաբերվել այդ հոգեվորականների հետ։ Ես կարծում եմ, որ օրենսդրական դաշտում փոփոխությունների կարիք կա, այս պահին մենք մի քանի նախագծերի վրա աշխատում ենք, որոնք շուտով նաև հրապարակային կլինեն ու ինձ նույնպես անհանգստացնում է այդ իրավիճակը, որ մարդիկ կարող են հայտնվել այդ անելանելի դրության մեջ, բայց սա թերևս իրենց կանոնադրության հարց է, կառավարման ձևի հարց է, չգիտեմ, ինստիտուտների։ Կարծում եք կաթողիկոսի երգը երգված է։ Ինչ արված է։ Կաթողիկոսի երգը երգված է։ Կաթողիկոսի երգը չգիտեմ, որ երգն է։ Չգիտեմ, ճիշտ ասած այս հարցի պատասխան չունեմ։ Ինձ համար կարևորը գիտեք, այս առայժմ
այնքան ժամանակ, քան դեռ այս պատմությունը գնում է, կարևորը որն է, ինձ համար կարևորը կարողանալ բան անել, Այսինքն վստահ չեք, այն վստահ չեք, որ պատմամշակութային հարստությունը, այն պատմամշակութային հարստությունը, թե նյութական, թե ոչ նյութական, որ տիրապետում է եկեղեցին, բանի բերումով, հանգամանքների բերումով եւ այն բանի բերումով, որ հիմա Կտրուս Ներսիսյանը այդ 1700-ամյա կառույցի ժառանգորդն է, այդ հարստությունը հնարավորինս անվնաս պահելն է այս գործընթացի ընթացքում, որովհետեւ ես կարծում եմ, որ ես տեսնում եմ, որ այն բանի բերումով, որ եկեղեցին քաղաքական կուսակցության տիպի գործունեություն է ծավալում, ինքը կարող է վնասել նաև այդ հոգևորականներ էլի եկեղեցու այդ հոգևոր խորհուրդը։ Իրանք կարող են նաև վնասել եկեղեցուն, որովհետև իրանք կարծես թե բոլոր զենքերով բան են արել, նետվել են քաղաքական պայքարի մեջ, իսկ տեղ առանց վնասների դուրս գալ ինձ թվում է գործնական մանհնար է։ Թե ինչ կլինի, կբռնեն, չեն բռնի, կնստի, չի նստի, շատ բան է էլի, անհետաքրքիր հարց է, այլ հետաքրքիր է այն, թե արդյոք ինքը որքան վնաս կհասցնի պատճառել Հայաստանի ծառայքելական Սուրբ եկեղեցուն։ Շատ լավ, բռնելու մասին չէր խոսքը։ Դուք Հա, վստահ եք փաստորեն, որ կարճ կպատասխանեք, Կտրիչ Ներսիսյանը կհեռանա կամ կհեռացվի։ ես հույս ունեմ, բայց վստահություն չեմ կարող հայտնել։ Բայց ես գիտեմ, որ իր տեղը այդ չի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ընկերներ, զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանն էր։ Բաժանորդագրվեք ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հեղումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։